Սասնա ծռերեպոսը ունի 4 ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկի սերնդի անունով՝ Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր, Սասունցի Դավիթ և Փոքր Մհեր։ Սանասար և Բաղդասար ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին։ Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կրկնապաշտ խալիֆին։ Վերջինս լսած լինելով Գագիկի դստեր Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրան կնության առնել։ Սակայն մերժում է ստանում։ Վիրավորված խալիֆն ավերում է հայոց աշխարհը։ Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ խալիֆի կինը, երկիրը ավերումից փրկելու համար։ Լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխած կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուրդ ջուր է խմում ու հղիանում։ Հասնում է Բաղդադ, որը ժամանակ անց ծնվում է Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում ու հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում են հայրենիք, հիմնում իրենց բերդը, Սասունը, հզորացնում ու շենացնում են այն։ Սանասարն ամուսնանում է Դեղցուն ծամի հետ, ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ծնովոհանը և Ցռան Բերգուն։ Մեծ Մհեր ճյուղը պատմում է, որ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։ Այդ տարիներին Սասունը հարկատու է Մսրան Մելիքին։ Չափահաս դառնալով Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին։ Հացի ճանապարհը փակող հսկա առյուծին երախը պատռելով 2 կես է անում, որի համար էլ նրան կոչում են առյուծաձև Մհեր։ Այնուհետև սպիտակ դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ։ Մենամարտում հաղթում է Մսրամելիքին և Սասունն ազատում է հարկերից։ Հիմնում է Մարութա բարձիկ աստվածածինը, Ծովասարը դարձնում է իր որսատեղին, կառուցում է բերդեր ու կամուրջներ։ Մսրում մեռնում է Մելիքը։ Նրա կինը Իսմիլ Խաթունը խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին, գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը անվանում է Մելիք, մեռած ամուսնու պատվին։ 7 տարի Մհերին իր մոտ է պահում, արբեցնելով թունդ գինիով։ Ի վերջո սթափվելով և զղջալով իր սխալների համար, Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։ Որոշ ժամանակ անց Արմաղանը ունենում է որդի, որին կոչում են Դավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը մեռնում են։ Սասունցի Դավիթ ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մսր, Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։ Մսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի ծույցած նա հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ծնովոհանը Դավթին կարգում է կառնարած, ապա որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում է բարիքներով։ Միայնակ կոտորում է Մսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոսպադինին։ Մելիքը բազմահազարանոց զորքով ինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը մեկ սրի հարվածով 2 կես է անում խոր հորի մեջ թաքնված Մսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ։ Բայց լսելով Կապուտակոխի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին, մի շարք հաջողություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և իրար չճանաչելով մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է։ Դավիթը սպանում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։ Փոքր Մհեր ճյուղը պատմում է, որ Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին լուծելով հոր վրեժը, ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ, սակայն հոր անեծքը կատարվում է և Մհերը մնում է անժանակ, մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ, Սասնա վերջին քաջազնունը փակվում է ագռավաքար ժայռում։